այ վահանաձև գեղձի խնդիրների մասին, երբ որ խոսում ենք, շատ հաճախ նաև այն միֆն ենք լսում, երևի թե միֆ է, որ ծխելը ինչ որ չափով օգնում է եւ թեթևացնում է խնդիրը։ Կա դրա մեջ ճշմարտություն։ Ոչ, բացարձակ հակառակը ծխելը լավ բան չի, երբեք մի ծխեք։ Միանշանակ ոչ, չգիտեմ ինչի այդպես շատ է, գիտեք, գալիս հիվանդները, հատկապես մեծ տարիքով կանայք ու մեզ ասում են, որ ծխես, կանցնի, ու ես սկսեցի ծխել, ու իրանք հիմա արդեն քանի տարի այդպես ծխում են, բայց ունեն նույն աուտոիմուն թիրոիդիտը, նույն հանգույցներ, ինչ որ տարիներ արդեն մեծ հանգույցներում, ճիշտ է, բարևորակ փոփոխություններ են, բայց դա ոչ մի նշանակություն չի տալիս, այսինքն ոչ մի դրական արդյունք չի տալիս վահանաձև գեղձի խնդրի պարագայում, հակառակը առաջացնում է նաև լրացուցիչ այլ օրգան համակարգի խնդիրներ։ Իսկ ինչ բացասական գործոններ կան, որ կարող են էլ ավելի նպաստել, որ առաջանա, այսպես ասած, զոպ ասվածը։ Յոդի պակասը, ճառագայթումները, ստրեսները, հորմոնալ դիսբալանսը եւ իհարկե գենետիկան նաև։ Գենետիկա։ Այո, գենետիկա։ Իսկ վահանաձև գեղձի չափերի մասին, երբ որ խոսում ենք, էլ ավելի արդեն մեծ չափերի եւ փոքր, որ չափն է համարվում նորմա եւ դրանից մեծ արդեն վտանգավոր է եւ վերահսկման կարիք ունի։ Դե այնտեղ մենք չափում ենք տղամարդկանց մոտ մի սանդղակ է, կանանց մոտ մի, այսինքն ծավալը չափում ենք, գրում ենք աջ բիլդ, ձախ բիլդ, արդեն էնդոկրինոլոգը ընդհանուր հաշվարկանում է, դա իր ավելի պրոֆիլն է, մինչև 18-20 մილი, այդպես մոտավորապես։ Բայց այդքան հիմա դրան էլ շատ ուշադրություն չենք դարձնում չափսերին, որովհետև ավելի կարևոր է հորմոնալ խնդիր կա, թե չկա։ Եթե չափսերով մեծ է ու եւ ունեն մենք այդպես պացիենտներ, բայց իր մոտ լրիվ նորմալ է հորմոնալ ֆոնը, հետեւաբար ոչինչ չի ստանում։ Այդ հիվանդը ուղղակի հսկում ենք իրեն 6 ամիս, 1 տարին մեկ անգամ։